Երևանի բնակիչները հատկապես այն շրջաններում, որտեղ քամին տանում է ծուխը, դա Զեյթուն, Աջափնյակ, Էրեբունի, Նոր և Կենտրոն համայնքները ենթարկվում են մշտական ռիսկի։ Ինչ վտանգներ է ներկայացնում Երևանին ու Բարաշենի աղբավայրի այրումը։ Աղբի այրման ընթացքում արտանետվում են հազարավոր քիմիական նյութեր, որոնցից շատերը մարդու օրգանիզմի համար մահացու են կամ քաղցկեղածին։ Օրինակ, դիոքսինների և ֆուրանները առաջանում են պլաստիկի այրման ժամանակ։ Դրանք կուտակվում են մարդու ճարպային հյուսվածքներում և կարող են առաջացնել քաղցկեղ, հորմոնալ խանգարումներ, վնասել իմունային համակարգը։ Ազոտային օքսիդներ առաջացնում են շնչառական հիվանդություններ, ասթմա կամ բրոնխիտ։ Ծանր մետաղները, կապար, սնդի, կադմիում թունավորում են օրգանիզմը, հատկապես երեխաների մոտ առաջացնում են նյարդային և ուղեղային խանգարումներ։ Միկրոմասնիկներ, PM10 օրինակ ներթափանցում է թոքեր և արյան մեջ, առաջացնում է սրտային և շնչառական հիվանդություններ։ Այս ամենի ֆոնին Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը այն ընթացքում, երբ որ այրվում են ու Բարաշենի աղբավայրը, կազմակերպում են համերգներ և միջոցառումներ։ Մարդիկ դուրս գալով, շնչելով այդ օդը և ժպիտը դեմքներին մասնակցելով միջոցառումներին, ձեռք են բերում հիվանդություններ և ամիսներ անց, երբ որ նրանք կանցնեն ստուգումներ, նրանք նույնիսկ չեն կասկածի, թե որտեղից իրենք ձեռք բերեցին այդ հիվանդությունը։ Եվ սա Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական հանցավոր անգործության կամ միգուցե արդեն նաև մտածված հանցագործության արդյունքն է։